Կառավարության որոշումը վերջնական է, ժամկետն էլ հստակ։ Այն ընտանիքները, որոնք մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը չեն կարգավորի իրենց խնդիրները եւ չեն ներկայանա համապատասխան մարմնին իրենց բնակարանները սեփականաշնորհելու համար, կզրկվեն պետական աջակցությունից։ Ներկա պահին եւ մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ այս գործընթացը իրականացվում է պետության օժանդակությամբ։ Հանդիսանում է պետական սեփականություն։ Պետությունը անվճար կատարում է սեփականաշնորհման գործընթացը։ Բայց դեռևս կատարում է, հա։ Այո։ Անցյալ շաբաթ են կատարել 6 ընտանիքի հետ պայմանագիր են կնքել։ Խնդիրը վերաբերում է 2010 եւ 2012 թվականներին Մուշ 2, Մուշ 2-ի 2 եւ Վանի թաղամասերում բնակարաններ ստացած բնակեցված եւ դեռևս չսեփականաշնորհված բնակարաններին։ 2010 թվականին շահագործման հանձնված 1056 բնակարանից մինչ օրս սեփականաշնորհված չէ 123-ը։ 2012 թվականին շահագործված 1756 բնակարանից չի սեփականաշնորհված 519-ը։ Շիրակի մարզպետի հանձնարարականով բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի աշխատակիցները մեկ առ մեկ եղել են այդ բնակարաններում եւ ճշտել գործընթացում չներգրավվելու պատճառները։ Պատճառը հիմնականը ընտանիքի անդամների բացակայությունն է, որոնք չեն կարողանում լիազորագիր ուղարկել։ Մի քանի բնակարան կա, որ տուրը փակ է, տեղեկություն չկարողացան ունենալ, եւ պատճառներ կա տնագների հետ, որոնք հանդիպած չեն։ Տնակների հետ կապված հարցը առավել քան լուրջ է, այս խնդրի առաջ կանգնած են մեկ տնակ ունեցող բազմանդամային ընտանիքները, որոնք կիսվել են, ընտանիքի մի մասը տեղափոխվել է նորակառույց բնակարան, մյուս մասը մնացել է տնակում։ Նրանք չեն կարող սեփականաշնորհել ստացած բնակարանը, քանի որ այդ գործընթացի համար պահանջվում է տնակի քանդման ակտ։ 60-65 ընտանիք կա, որոնք բազմանդամ ընտանիքներ են, սակայն ունեն մեկ տնակներ, որը հնարավոր չէ քանդել, ստացած բնակարանում բոլորը միասին բնակվեն։ Այդ կապակցությամբ մենք կառավարություն նամակ ենք հղել, որ այն բազմատամ ընտանիքները, որոնք ունեն մեկ տնակ, թույլատրել առանց տնակը քանդելու կատարվի բնակարանի սեփականաշնորհումը։ Քանի որ բազմատամ ընտանիքը նույն քանակով ունի երկու տնակ, մեկը քանդում են, մեկը մնում է։ Իսկ մեկին պարտադառնում է, որ պարտադիր պետք է քանդվի։ Այդ նամակը մենք ուղարկել ենք եւ սպասում ենք պատասխանին։ Եթե դրական լինի, 65-ից 70 ընտանիք իրավունք ունենան իրենց բնակարանները սեփականաշնորհելու։ Հայտնաբերվել է նաև 6-ից 7 փակ դուռ։ Տիգրան Հարությունյանն ասում է, հնարավոր չի եղել ճշտել, թե որտեղ են գտնվում ներկա պահին այդ բնակարանները ստացած ընտանիքները։ Գործընթացի վերջնաժամկետի մասին տեղեկացրել են հարևաններին եւ խնդրել հնարավորության դեպքում փոխանցել։ Մեծ է նաև այն ընտանիքների թիվը, որոնցում առկա է ընտանեկան վեճ, չեն գալիս ընդհանուր հայտարարի եւ չեն ներկայանում նոտարական մարմնին։ Չսեփականաշնորհման եւս մեկ պատճառ է ընտանիքի անդամների բացակայությունը։ Վերջնաժամկետի ավարտը սակայն չի նշանակում, թե ընտանիքները զրկվում են զբաղեցրած բնակարաններից, բացատրում է պատասխանատուն։ Բնակարանները հետ չեն վերցնում։ Կա նախագիծ, որ մինչև դեկտեմբերի 1-ը չսեփականաշնորհված բնակարանները նկատմամբ պետությունը դատարեցնում է, այսինքն այսօրվա դրությամբ պետությունը փող է տալիս, որ բնակարանները սեփականաշնորհեն անվճար։ Դրանից հետո բոլոր չսեփականաշնորհ բնակարանները հանձնվում է համայնքին, որպես համայնքային սեփականություն։ Խնդիրներ կան նաև նշյալ թաղամասերում մեկ սենյականոց բնակարաններ ստացած, դրանք մինչ օրս չսեփականաշնորհած եւ մահացած բնակարանատերերի հստակեցման հետ կապված։ 7 ընտանիք այսօրվա դրությամբ մահացած է եւ 7-ի գործերը գտնվում են դատական պրոցեսներում, ժառանգություն ընդունելու վերաբերյալ։ Կան դեպքեր, որ մահացել են, արդեն ժառանգներ ընդունել են այդ իրավունքը։ Իսկ ընդհանուր առմամբ նվիրատվության պայմանագրերը նշված վերջնաժամկետում չկնքվելու դեպքում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները կնվիրվեն Գյումրուն որպես համայնքային սեփականություն եւ կմնան այդ կարգավիճակում այնքան ժամանակ, քանի դեռ դրանց տերերը չեն սեփականաշնորհի բնակարանները, բայց արդեն սեփական ֆինանսական միջոցներով։ Արմենուհի Միրասյան, Արման Գասպարյան, Օրագիծ։